Բարդ Տիրոջը քուրեր եղբայրներ, շնորհակալ ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսից իր մեծ ողորմության համար քուրեր եղբայրներ ջան։ Մենք իրապես ինչքան էլ Սուրբ Գիրքը ասում է մարդը հաստատվի, միևնույն է ինքը ունայնությունից էլ թեթև է։ Միևնույն է ինքը ոչ մի ձև չի կարա հասնի Աստծուն։ Եթե Աստված չառաջնորդի, եթե Աստված չքաշի, եթե Աստված չտանի, մենք չենք կարա մեր ուժերով, մեր գաղափարներով հասնենք Տեր Հիսուս Քրիստոսին։ Երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, Մատթեոս ավետարան 28-րդ գլխի 20 համարից եմ կարդում։ Սովորեցրեք նրանց, որ այդ բոլոր բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի, ահա ամեն օր ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը։ Գիտեք հետաքրքիրը որն է քուրեր եղբայրներ, Հիսուս Քրիստոսի պատվիրանները պահելը, Հիսուս Քրիստոսի խոսքը պահելը, գիտեք դա մեր խելքի բանը չի, բայց այստեղ կարևոր բան ասում է, հա ամեն օր ես ձեզ հետ եմ։ Իրականում երբ որ մենք հասկանանք ով է մեզ հետ, իրականում երբ որ մեզ բացվի ով է մեզ հետ, մեզ համար շատ հեշտ կլինի, մեզ համար շատ ուրախալի կլինի։ Երբ որ դու տեսնում ես, որ ամեն օր քեզ հետ ինչ որ մեկն է, որ ինքը անսահման զորություն ունի, ինքը անսահման սեր ունի, ինքը անսահման ներողամտություն ունի, խոնարհություն ունի, երբ որ դու մեկին ամեն օր տեսնես քեզ հետ, այդպիսի մեկին դու ինչ ձև կապրես, դու ինչ ձև կզորանաս, դու ինչ ձև ուրախությամբ այդ մարդու հետ ճանապարհ կգնաս, երբ որ քեզ հետ քո ուղեկիցը, ասենք, այդքան էլ հաճելի մարդ չի լինեմ, այդքան էլ քո սրտով մարդ չի եղնեմ, դու տրտմությունով ես գնում այդ ճանապարհը, դու զորով ես գնում այդ ճանապարհը, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը այդպիսին չի։ Նա երկիր արարող Աստված է եւ ասում է, ահա ամեն օր ես ձեզ հետ եմ։ Ահա ամեն օր ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը։ Իրականում մենք պիտի աղոթենք, որ Աստված մեզ բացի սա։ Ով է մեզ հետ, ով է մեր առաջնորդը, ով է մեր ձեռից բռնած մեզ տանում։ Գիտեք, ինքը զորով չի տանում մեզ, ինքը ստիպողաբար մեզ չի տանում, բայց երբ որ քեզ բացվում է քո հետինը ով է, դու սիրով գնում ես նրա հետ, դու սիրով ապրում ես նրա հետ, դու գնում ես նրա հետ, ուր որ ինքը գնա։ Ասում է գետերով անցնեմ, չէ դու ինձ հետ ես, կրակներով անցնեմ, դու ինձ հետ ես։ Իրականում Աստված միշտ մեզ հետ է եղել ժողովուրդ ջան։ Լա հիշի քո կյանքի մեջ ինչքան դժվարություններ ես ունեցել, չէ՞։ Ինչքան նեղություններ, մեղքի օրեր, այսպես ծանրության օրեր, միգուցե հիմա էլ ունես, միգուցե հիմա էլ ես ծանրության մեջ, բայց հələ հիշի քո ամբողջ կյանքի մեջ Աստված մի օր թողել է քեզ, թե չէ։ Աստված մի օր լքել է քեզ, թե չէ։ Ոչ ժողովուրդ ջան, Աստված մի վայրկյան անգամ մեզ չի լքել։ Ահա ես ամեն օր ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը, բայց մենք պիտի հասկանանք, որ եթե ինքը այդ սուրբ Աստված, այդ ներող Աստված, այդ սիրող Աստվածը, եթե մեզ հետ է ամեն օր, դա պատահական չի, ինքը ամեն օր մեզ հետ է, որ մենք իրանից սովորենք այդ սրբությունը, այդ ներողամտությունը, այդ սերը մեր վրա գա իրանից։ Մենք ապրենք իր հետ, քայլենք իր հետ, վարվենք իր հետ, գնանք իր հետ։ Իրականությունը սա է ժողովուրդ ջան, որովհետև երբ որ մարդը իր հետ է ապրում, ինչպես Ենովքը, երբ որ կարդում ենք Ծննդոց գրքի մեջ, ասում են նա 300 տարի Աստծու հետ քայլեց, չէ, 300 տարի։ Եվ ասում եմ մի օր եկա, որ էլ ինքը չգտնվեց երկրի վրա։ Տերը նրան տարավ, ասավ հերիք այս երկրի վրա քայլես, արի իմ մոտ։ Մի օր էլ մեզ է ասելու ժողովուրդ ջան,
Բայց այն մարդը, ով որ զորով է գնում, ով որ այսպես ինչ որ մեկի ճնշմամբ, ինչ որ մեկի վախից, ինչ որ մեկի հարգանքից, ինչ որ մեկի սարսափից ստիպելով, համոզելով բերել են, գալիս ես եկել ես, այդ ձև Աստծու հետ քայլել չի լինում, քուրեր եղբայրներ։ Աստված թող մեր միտքը բացի, Աստված թող մեր հասկացողությունը, մեր էությունը բացի, որ մենք վերջապես հասկանանք սա, ով է քեզ հետ ամեն օր։ Ընդհուպ Սուրբ Գիրք ասում է քու հայրը ու մայրը քեզ մի օր պետք է թողան, բայց ես հավիտյան քեզ հետ եմ, ես քեզ չեմ թողա, փառք մեր Տեր Հիսուսին, մեր ծնողները, մեր զավակները, մեր բարեկամները ամեն վարքյան հո մեզ հետ չեն, ամեն վարքյան հո քեզ հետ չեն, ժողովուրդ ջան, բայց Հիսուս ամեն վարքյան քեզ հետ է, բայց դու պիտի ամեն վարքյան իր ներկայությունը գնահատես, իր ներկայությունը քո մոտ, քո մեջ, քո կողքին դու գնահատես եւ ասում ես սովորեցրեք նրանց, որ այդ բոլոր բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։ Այբ որ մարդը ինքը հասկանում է ով է իր հետ, ինքը հասկանում է Հիսուսին, նա հավատում է որ այդ Սուրբ Տերը իր հետ է, նա սկսում է պատվիրանքներով ապրելը։ Նա սկսում է իր խոսքերը հարգելը ու պահելը, ինչ որ Հիսուս իրան ասում է։ Բայց եթե մենք չենք պահում նրա խոսքերը, եթե մենք ամեն օր մեր ուզածով ենք ապրում, պատվիրաններից դուրս ենք ապրում, մենք չենք հավատում, որ Հիսուս ամեն օր մեզ հետ է։ Մենք չենք հավատում։ Այ ոնց է եղնում, որ մի հատ ծառայող եղբայր կամ ավագ եղբայր քեզ հետ է եղնում, ոնց է զգաստ եղնում, չէ՞ այդ պահին։ Բա համարի որ երկինք արարող Աստված ամեն օր քո կողքին է, ամեն օր քեզ հետ է, դու պետք է ինչքան լուրջ ու զգաստ եղնես ամեն պահի, ամեն վարքյան, որովհետև այս Սուրբ Աստվածը ինքը հաճեցել է, որ մեզ հետ, մեղավորներից հետ լինի, անարժաններից, ընկածներից հետ լինի։ Բերեք հասկանանք սա, ժողովուրդ ջան, ով է Հիսուս, ով եմ ես։ Նրա մեծությանը, նրա անսահման մեծությանը, լայն ոչնչությանը, բայց ինքը ասում է, ես ամեն օր ձեզ հետ եմ։ Ամեն օր ձեզ հետ եմ։ Ինչ կա իմ մեջ, ինչ կա քո մեջ, որ Աստված հաճեցել ամեն օր քեզ հետ եղնի։ Այ մենք պիտի գնահատենք սա, ժողովուրդ ջան։ Աստված ուրախանում է, երբ որ դու սիրով ես գալի։ Աստված ուրախանում է, երբ որ դու սիրով նվիրվում ես իրան, երբ որ դու հոժարակամ նվիրվում ես իրան, Աստված ուրախանում է դրա համար։ Եվ այսօր մենք Երանի իրոք սիրով եկած եղնենք, Երանի եկած եղնենք, որ իրան վայելենք, որ ինքը բացվի մեզ, որ ինքը երևա մեզ, մեր աղոթքը ամեն օր դա է, որ Տեր բացվի մեզ, երևա մեզ, որ մենք ճանաչենք ու իմանանք ով է մեզ փրկողը, ով է մեզ հետ քայլողը ամեն օր, փառավորվի իր Սուրբ անունը։ Ես ուզում եմ կանգնենք ոտքի քուրեր եղբայրներ, աղոթքով գանք Տիրոջ առաջ, մեր սրտերը բացենք իր առաջ եւ խնդրենք, որ Տերը իր ողորմությունը իրոք մեր կյանքի մեջ բացահայտ ցույց տա։ Էլի ինքը անում է ողորմություն, էլի ինքը մեզ հետ է, բայց բացի մեր աչքերը, որ մենք տեսնենք իրան, տեսնենք իր փառքը, տեսնենք իր շնորհքը մեր կյանքի մեջ։